իրականում ես համաձայն եմ ձեր հետ եւ կուզեի մատել որը մենք նշեինք, քանի որ սա ոչ թե քաղաքական կոալիցիա է, մեր հավաքված ուժերը եւ ներկայացուցիչները տարբեր հիմնարկների, սա իրական կոնսոլիդացիա է մեր իրավունքների համար։ Առաջինը իրավական պետություն ունենալը, դա իրավունքների պաշտպանությունն է, մենք պետք է հասկանանք, որ այսօրվա դրությամբ եկեղեցին որպես թիրախ է ներկա ղեկավարներին, Փաշինյանին, որը որ այդ թիրախը օգտագործում է մեկ կարևոր հարցի համար, ինքը բացի նրանից, որ խախտում է բոլոր օրենքները, սահմանադրության բոլոր կետերը, բոլորը չէ, իհարկե նշված մեր ընդհանուր հայտարարության մեջ, բայց այստեղ մի հատ բան կա, որ մենք պետք է բոլորս հասկանանք եւ կապ չունի, թե հետագայում ներկա ուժերից ովքեր կոալիցիա կազմեն, թե չեն կազմի, թե իրար հետ կգնան ընտրությունների, թե չէ, այս ամեն ինչը կատարվում է նախընտրական արշավի համար, իր ամենակարևոր հանգամանքն է, այն ինչ որ մենք տեսանք վաղ շաբաթի ընտրություններին, որ ինչքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այդ դեպքում ինքը մեծ հնարավորություն ունենալու վերընտրվելու։ Եվ ուրեմն ինքը ամեն ինչ անում է, որ մեր հանրությանը պարակտի, մարդիկ կան, ովքեր որ կողմ են, որ կաթողիկոսը հեռանա, մարդկա դեմն է, մարդկա ասում է, հետո կհեռանա, մարդկա սենց անում, բայց սա ուղղակի եկեղեցին չի։ Իրականում նա ուղղակի ազգի դեմ է դուրս եկել, ազգին պարակտելու համար, խախտելով բոլոր օրենքները մի նպատակով, որ վերաընտրվի։ Եվ ուրեմն ինձ թվում է, մենք պետք է մեր իրավունքները պաշտպանելով այս հայտարարությունը, որ ստորագրում ենք, մենք նույնպես մեր դեմը ունենանք աչքի առաջ պատկերացնենք, որ բոլորը պետք է աշխատեն նրա վրա, որ կարողանանք մեր ընտրողների մասնակցությունը ինչքան կարելի է շատ ապահովենք, որ կարողանան գան մասնակցեն ընտրությունների եւ կապ չունի թե որ ուժն կընտրեն, բայց ամեն դեպքում ինչքան շատ մարդ կա ընտրությունների, այդքան շատ հնարավորություն կլինի Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին հեռացնել այդ քաղաքական դաշտից եւ պատասխանատվության ենթարկել այս արած բաների համար։ Այդ թվում նույնպես ես կուզենայի նշեի, որ քանի որ սա գնալու է դատախազություն, մենք արդեն տեսել ենք, որ համ դատախազությունը ինչ շատ դեպքերում հրաժարվում է քրեական գործեր հարուցել դեպի ղեկավար անձանց, եւ ուրեմն պետք է իրանք պատկերացնեն, որ սա իրականում եթե հրաժարվեն, քանի որ փաստերը ներկայացված են այստեղ լիովին, դա նշանակել է, որ իրանք համագործակցում են այդ փաստորեն խախտումներին, դեռևս երևի չենք կարող ասենք, որ հանցագործություն է, բայց խախտումները առերեսված են եւ պետք է իրանք հասկանան, որ հետո պատասխան են կրելու, քանի որ եթե չընդունեն այս դիմումները։